Բարև ձեզ։ Այսօր փաստորեն մենք ապրում ենք մի տարաշրջանում, որտեղ իրականի եւ վիրտուալի սահմանները խիստ թափանցիկ են, երբ տեղեկատվությունը ոչ միայն գիտելիք է, այլև զենք, իսկ մեր ամենօրյա օգտագործման հեռախոսների էկրանները դարձել են իսկական մարտադաշտ, որտեղ պայքար է գնում մեր անձի, ինքնության, մեր զգացմունքների, մեր ընտրությունների եւ ապագայի մասին։ Սա դեռ բավական չէ, կողքից էլ արհեստական բանականությունն է մեր դռները թակում, իր հետ բերելով անսահման մեծ հնարավորություններ եւ գուցե նաեւ թաքնված վտանգներ։ Այսօր փորձելու ենք հասկանալ արդյոք մենք պատրաստ ենք այս նոր իրականությանը, թե ի վերջո մարդը դառնալու է իր իսկ ստեղծած տեխնոլոգիաների գերին եւ ինչպես անել, որպեսզի չմոլորվենք թվային աշխարհի այս լաբիրինթոսում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները, զրուցակիցս տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հատկապես վերջին շրջանում, այս նախընտրական ժամանակահատվածում անընդհատ եւ շարունակաբար խոսում ենք հիբրիդային պատերազմների մասին։ Հիբրիդային պատերազմ, հիբրիդային վտանգ, հիբրիդային ռիսկ։ Հենց խոսում ենք ընտրությունների մասին, ուրեմն այդ հիբրիդային անպայման կա։ Պիտի խնդրեմ հանրամատչելի լեզվով բացատրել, ինչ ասել է հիբրիդային ռիսկ կամ հիբրիդային պատերազմ։ Եթե անկեղծ, իրականում այդ հիբրիդային տերմինը մի քիչ չարաշահվում է, այն աստիճան, որ տեղի անտեղի օգտագործելու հետևանքով մի քիչ նույնիսկ սկսել է ինչ-որ նույնիսկ հումորային երանգներ ստանալ, չգիտեմ, մարդիկ կատակում են հիբրիդային մեքենաների, չգիտեմ, ինչ-որ այլ հիբրիդային բաների մասին, բայց մյուս կողմից եթե մենք, եթե դրա մասին կատակներ են հնչում, դա դեռ չի նշանակում, որ չկա այդ հիբրիդային ձևակերպումը։ Ընդ որում հայաստանյան հանրությունը այս երևույթին նոր չի ծանոթանում, հա։ Եթե հիշենք դեռևս 90-ականներին շատ հեռու գնանք, դեռ սովետական ժամանակները, երբ որ Արցախյան շարժումը նոր էր, հա, մեկնարկել ռուսական, ռուսաստանյան, սովետական ալիքները բոլոր հայերին կոչում էին էքստրեմիստներ, հա։ Ինչ էր կատարվում։ Ռուսաստանը, սովետական միությունը, որը Ռուսաստան դեռ ժառանգորդն է, նույնիսկ փորձում էր զենքով ճնշել, բայց որպեսզի անընդհատ զորք չօգտագործի, մտածում էր, բայց ոնց փոխարինի, այսինքն ուժ կիրառի առանց զորք մտցնելու, եւ այդ ժամանակ ես հիշում եմ բոլոր սովետական այդ մեծ ալիքները անընդհատ հայերին էքստրեմիստներ էին կոչում։ Դա մենք տեսել ենք դեռ շարունակությունը հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին, որը իդեպ վերջերս կտրուկ կրճատվել է։ Այսինքն տարիներ շարունակ, երբ որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում էինք, հայաստանյան մասնագետները իրականացում էին, այսպես ասած, հիբրիդային գրոհներ Ադրբեջանի տարածքում եւ հակառակը։ Այդ ժամանակ մենք դա չգիտեինք, որ դա այդպես է կոչվում, հա, եթե պարզ ասեմ։ Բայց այդ գրոհներն ինչպիսին էին, օրինակ կարող ադրբեջանական կողմից հենց իրենք մի բան կրակեին, օդ, հետո տեղեկատվություն տարածեր իրանց բնան, որ հայկական կողմից իրենց կրակել են, իրենք արձագանքել են, հա, այսինքն դա սովորաբար հիբրիդային տերմինը կիրառվում է այն ժամանակ, երբ դեռևս բավարար վիճակ չկա իրական պատերազմ անելու, հա, եւ հիմա ընտրական կոնտեքստում էլ ենք տեսնում։ Օրինակ 1 միլիոն հայաստանյան ջերմուկի շշեր կասեցվում են Ռուսաստան մտնելը։ Մի կողմից ակնհայտ է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ մեծ լարվածության տակ են։ Մյուս կողմից ուղղակի զորք մտցնելու, կիրառելու, կարծես թե դրան չենք հասել։ Եվ երրորդը կարելի է դա ձևակերպել այնպես, որ երբ պետք լինի կասեն ախպեր, ձեր ջերմուկի մեջ մի բան են չի, դե ստուգում ենք, չի կարելի ստուգել, հա, այսինքն նաև կա այսպես կոչված շատ հեշտ դա տակից դուրս գալու պահ, երբ որ ինքը թաքնված է, ծածուկ է, ակնհայտ է, որ դրա շուրջ հիմա տելեգրամյան ալիքները պատմություն են սարքում, հա։ Ռուսալեզու ինչ-որ տելեգրամյան ալիքներ գրում են, որ այ տեսեք, այդ ջերմուկի շշերը կանգնել են, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները սրվել են։ Բայց երբ դուք գնում եք ռուսաստանյան պաշտոնյաների մոտ, իրենք մեռն են, դա չեն ասի, հա, իրենք ասում են, չէ, դե ստուգում ենք անում։ Դա հենց այս հիբրիդային բնույթն է, երբ որ կիրառվում է ուժ, հասկանալի է, ծածուկ ինչ-որ այլընտրանքային ճանապարհներով այդ ինֆորմացիան տեղ է հասցվում եւ կոորդինացված ձևով։ Եվ միևնույն ժամանակ, երբ պետք լինի, հիբրիդային գործողություն նախաձեռնողը կարող է, այսպես ասած, ցրել եւ տակից դուրս գալ։ Իսկ ընտրական գործընթացների համատեքստում դա ինչպես է դրսևորվում։
Տեսեք, հիմա Հայաստանում մենք իմ թիմը, այսպես ասած, օգտագործում է հատուկ ծրագրեր, որոնցով բավական մեծ ծավալի ոնց որ դիտում ենք սոցիալական ցանցերը։ Դա կոչվում է, այսպես ասած, սոցցանցային ունկնդրման համակարգեր, հա։ Եվ մենք կարողանում ենք տեսնել, երբ որ ինչ-որ մի թեմա կոորդինացված ձևով տարածվում է։ Եվ ինչպես է դա տարածվում, հա, պարզ օրինակներից մեկը, օրինակ, չգիտեմ, որոշում է կայացվել հայկական անձնագրերի դիզայն փոխել։ Կամ, չգիտեմ, օդանավակայանում են շտամպները, որ տնում է անձնագրում, դա դիզայնը փոխվել է եւ դրա միջից հանվել է Արարատի, չգիտեմ, պատկերը։ Մի կողմից, այո, հասկանալի է, որ հանրությունը կարող է դրան ինչ-որ ռեակցիաներ ունենալ։ Բնական է, որ դրա մասին կարող են բարձրացնել թեման, իշխանությունները բարձաբանումներ անեն, ով է ճիշտ, ով սխալ, դա չէ էականը։ Բայց մենք տեսնում ենք, մեկ էլ հանկարծ ինչպես է միանգամից պայթուցիկ ձևով աճ արձանագրվում, կոորդինացված եւ օրինակ ռուսաստանյան այնպիսի ալիքների մասին, որոնք մինչև այդ ամբողջ օրը գրում էին Ուկրաինայի մասին եւ տպավորություն կար, որ առհասարակ Հայաստանի տեղն էլ չգիտեն։ Հանկարծ իրանք շատ մտահոգվեցին, թե ինչի Արարատի նշանը հանվեց, չեմ, հայաստանյան այդ մուտքի վիզայի պեչատների վրայից, հա։ Այս տիպի թեմաներն են, որ միանգամից քեզ մոտ աչքեր են, հարցեր են առանձնացնում եւ դու տեսնում ես, որ տեղեկատվական այս մանիպուլյացիան կոորդինացված բնույթ է կատարում։ Ինքը հասկանալի չէ, թե ինչու հանկարծ հենց հիմա, հա, այսպիսի թեմաներ։ Օրինակ, տեսեք, Ռուսաստանը երկիր, որտեղ վաղուց չկան ազատ ընտրություններ, հա, հանկարծ ռուսաստանյան ալիքները սկսում են շատ մտահոգվել, որ Հայաստանում այս ազատությունը ընտրությունների լավ չի, չգիտեմ, երևի sense չի լինի, իշխանությունները մանիպուլացնում են։ Հա, քեզ մոտ մի անգամից 3 հարց առաջանում։ Ախպեր, դուք ձեր վրա նայել եք թե չէ, հա, մեկ։ Այդ ինչի հանգարց sense ձեր թեմաները, որոնք լրիվ Հայաստանի հետ կապ չունեին, հա, ուկրաինական պատերազմ եք լուսաբանում, այդ մոռացակ հանգարց ու տենց կոորդինացված սկսեցիք Հայաստանից գրել ու ինչու հանկարծ ասենք կես ժամվա կտրվածքով դուք բոլորը դա միանգամից տենց տեսակ ու սկսեցիք այդ թեմայով աշխատել։ Եվ երբ դու սկսում ես հարցեր տալ, երբ փորձում ես հասնել, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ դե չէ, ախպեր, մենք ի՞նչ կապ ունենք, հա, այսինքն միշտ մնում է այսպես կոչված քիչ թե շատ արժանահավատ քո վրայից գցելու պահը։ Դե իմ ասում եմ սոցիալական ցանցեր են, ալգորիթմեր են, դե տեսել ենք, շրջանառել ենք։ Այսինքն մինչև վերջ նաև դու չես կարողանում այս հարցը երբևէ բարձրացնել։ Այսինքն չի լինի էլի, որ քո պետության արտգործնախարարը նոտա աղի, որտեղ դե կասեն Telegram է, դե իրանց համար մարդիկ են, այսինքն արհեստական կարծիքի ձևավորման մեխանիզմներ կան, որոնք այսպես թե այնպես հնարավոր չէ միջև վերջ բացահայտել։ Հնարավոր չէ եւ կամ այդ բացատրությունն էլ միշտ թերի է լինում, որ բացահայտելը, որտեղ դա մնում է այսպես կոչված ցուցիչների մակարդակով։ Ինչ նկատի ունեմ։ Ցուցիչը օրինակ այն, որ ինչ որ Telegram-յան ալիք տարիներ շարունակ չի գրել քո երկրի մասին, ասենք Հայաստանի մասին, եւ հանկարծ սկսում է կտրուկ հետաքրքրվել հենց հիմա, երբ որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խնդիր կա։ Այդ մեկը։ Ցուցիչը այն, երբ որ մի քանի Telegram-յան ալիքներ, իսկ Telegram հնարավոր է օրինակ հետևել եւ ես ասում եմ Telegram դուք հասկացեք TikTok, ես ասում եմ TikTok դուք հասկացեք YouTube, հա, բոլոր տեղերում այսպիսի բաներ կան։ Ցուցիչը այն, երբ որ օրինակ, չգիտեմ, հանկարծ մի 20-50, հա, X.com-ում, Twitter-ում նախքին ալիքներ հանկարծ միաժամանակ գրեթե նույն թեման սկսում են տարածել։ Այսինքն տպավորություն է ստեղծում, որ դա կոորդինացվածություն կա, բայց երբ դու փորձում ես այդ հարցը առաջ տանել, ուսումնասիրել, քեզ մոտ միշտ էլ մինչև վերջի պահը վստահությունը 100% չի կարող լինել, որտեղ ամբողջ մեխանիզմը այս հիբրիդային գրողների, տեղեկատվական մանիպուլյացիաների հենց դրանում է կայանում, որ տեղ թողնեն նահանջի։ Իսկ ինչպես խուսափել դրանից։ Սովորական շարքային մարդը ինչպես պիտի տարբերակի այդ մանիպուլյացիաները իրականությունից, ինչպես պիտի հասկանա, որ իրականությունը այն չէ, ինչ ներկայացվում է, իրականությունը այլ է։ Սովորական մարդը չի կարող տարբերակել, բայց նայեք, սովորական մարդը հավանաբար չի տեսնելու օրինակ ինչ որ Telegram-յան ալիք ինչ է գրում Հայաստանի մասին, որտեղ այդ ալիքը հայկական մեդիադաշտում ակտիվ չի եղել։ Սովորական մարդը գրեթե միշտ այդպիսի դեպքերի մասին իմանում է, երբ դրան սկսում են անդրադառնալ արդեն հայաստանյան ալիքները,
հայաստանյան լրատվամիջոցները, հայաստանյան քաղաքական գործիչները։ Եվ այստեղ ավելի շատ մեզ մոտ խնդիր է դառնում հասկանալ արդյոք մեր ներքին, հա, տեղեկատվական տիրույթը պատվաստված է հիբրիդային գրողներից, արդյոք բավական, չեմ, կա դիմադրողականություն։ Եվ ես օրինակ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ որ շատ վտանգավոր թեզեր են շրջանառվում, եւ եկեք ասենք Ռուսաստանի անունը շատ տվեցին, բայց այնպես չի, որ ասենք մենք տարբեր տեղերից ենք դա տեսնում։ Նույն Միացյալ Նահանգներից բարբերաբար այդպիսի թեմաներ են արծածում, որ օրինակ բանը կորոնավիրուսը դա, չգիտեմ, ստեղծված հատուկ ինչ-որ լաբորատորիա է, մարդու ուղեղը վնասվում է, կամ որ 5G-ին չգիտեմ ինչ, հա, այս թեզիսները, որոնք մեր մոտ եղել շրջանառվել են շատ ակտիվ, դրանք ամերիկյան միջավայրից միգրացվել են ռուսական միջավայրից են եկել։ Կամ օրինակ մենք էլի այդպիսի դեպք ունենք, երբ որ թուրքական լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանում մսկիթներ են կառուցվելու, որը իհարկե ակնհայտ ֆեյք է, կամ գրում են, որ Հայաստանում ֆրանսիական միջուկային թափոններ են պահվելու, եւ խորանում ենք, հա, էլի մինչև վերջ չափածուցվող, հա, տեսնում ենք, որ այդ թուրքական լրատվամիջոցը, որը հիբրիդային ոնց որ գրոհի մաս է կազմել, այլ եւ այլ ճանապարհներով կախված է եղել այլ երկրների հետ, օրինակ ինքը նաեւ Ուկրաինայի դեմ է ինչ-որ այդպիսի բաներ կառուցել, իսկ ով է հետաքրքրված, որ համ Ուկրաինայի դեմ ինչ-որ բան անի, համ Հայաստանի, սովորաբար դու կարող ես ենթադրել, որ երևի պիտի ռուսական ինչ-որ աղբյուրներ լինեն, բայց մինչև վերջ ապացուցելը այդպես էլ մնում է թերի եւ այսպես ասած հիբրիդային տիրույթ։ Ընտրական շրջանում այդ մեխանիզմների գործարկումը, ակտիվացումը եւ այլն նպատակ ունի ոչ միայն օգտագործում են նաև վարկաբեկելու, հա, հեղինակավոր անձի կամ քաղաքական ուժի, չգիտեմ, բան եւ այլն, նպատակ ունի հենց վարկաբեկել, թե կոտրում է հանրային վստահությունը, հանրային կարծիքն է ձևավորում։ Տեսեք, ես պատահաբար չէի ասում, որ մենք հայաստանյան տեղեկատվական դաշտի իմունիտետի մասը, որովհետեւ ցավոք սրտի մենք նախ տեսնում ենք, որ հայաստանյան ներքին տեղեկատվական դաշտը նույնպես հաճախ շատ ուրախությամբ մասնակցում է այդ գրողներին, գիտակցաբար կամ ոչ, եւ որտեվ մասնակցում է հաճախ ուղղակի, որովհետեւ դա թույլ է տալիս ռեյտինգ գեներացնել, հա, այսինքն ինչքան դու սարսափած դու, տարօրինակ, որ վայ ֆրանսիական ատոմային բան, թափոնը մեզ մոտ են դնում, բես, հա, այսպիսի թեմաներ ես բարձրացնում, մարդիկ իհարկե ահաբեկված գալու են, լայք են, կոմենտ են, բողոք են, եւ քո age-ը, քո տեղեկատվական, հա, աղբյուր շատ այցելուներ է ունենալու, դու կարող ես լավ ցուցանիշներ տալ։ Ինչ որ դեպքերում էլ եմ ասում, մերոնք ունեն լավ պատվաստում ու լրիվ անհետ ինչ որ թեմաներ տեսնում ենք, որ չեն շահարկում, հատկապես երբ դա այտենց ակնհայտ երկրի թեմաներ է, հա, օրինակ, բայց ինչ որ դեպքերում իրենք են ուրախությամբ մասնակցում սրան, հատկապես երբ դրանք այսպես ասած կուսակցականացված լրատվամիջոցներ են եւ տեսնում են հնարավորություն այս կամ այն քաղաքական կողմի վրա ցեղ շպրտելու, շատ ցավոք սրտի դա տեսնում ենք ինտենսիվ եւ դա ազդում է եւ մենք նաեւ տեսնում ենք հետեւյալ տարօրինակ օրինակ դրսեւորումները, օրինակ TikTok-ում հատկապես կան ամբողջությամբ AI-ով սարքված կամ massամբ AI-ով գեներացված ամբողջական ալիքներ, որոնք քաղաքական դաշտի այս կամ այն կետի վրա, կողմի վրա ցեղ են շպրտում։ Երբեմն կա դրա մի այլընտրանքային տարբերակ, որ իրենք ասես հումորային են, հա, երբ որ այս կամ այն քաղաքական ուժի առաջնորդը ներկայացվում է որպես, չգիտեմ, Եվրոպամետ, ռուսամետ, հա, եւ ծայրահեղացված, թուրքամետ, հա, եւ սկսում են իրեն այլ բառեր վերագրել, իբր զանգեց այս կամ այն երկրի առաջնորդին լաց եղավ եւ այսպիսի բաներ են լինում։ Եվ թվում է, որ դե ինչ, անմեղ մի բան է, հումոր է, ասենք AI-ով սարքել են արհեստական բանականությամբ, բայց եթե խորանանք, մենք տեսնում ենք, որ դա կրկնվելով եւ հազարավոր, տասնյակ հազարավոր դիտումներ ունենալով, վաղ մարդը կհասնի քվեատուփի մոտ եւ իր մեջ ենթագիտակցաբար այդ հումորը հետք է թողնելու, հա, ինքը նայելու է այդ քվեաթերթիկներին ու մտածելու է, էսի այս երկրի ղեկավարի հետ լացելնողներ են բյուսը, հա, շատ վատ է եւ այս իմունիտետի դեմ պայքարելու ձևել չկա, ուղղակի ես կարծում եմ, որ այստեղ գոնե ընտրական ժամանակահատվածում պիտի գործի լրագրողական էթիկա
եւ ինչ որ չափով նաեւ կարգավորում, որտեղ գիտենք ընտրությունների նախընտրական փուլը կարգավորվող փուլ է, օրինակ հեռարձակվող լրատվամիջոցները պիտի ապահովեն բալանս, բոլոր հեռուստատեսությունները պիտի հավասար ժամանակ տան։ Այդ կարգավորվողից բացի նաեւ կարող է լինել էթիկայի բաժինը, որ մենք չենք մասնակցում որպես լրատվամիջոց օտար պետությունների հիբրիդային հարձակումներին։ Սա է քիչ թե շատ ճանապարհ, որտեղ եթե այդ էթիկայի պահը չլինի, կարգավորող մարմինները ստիպված են լինելու սանկցիա կիրառեն, չգիտեմ, կամ ինչ-որ քաղաքական գործիչներ ստիպված են լինելու դատի տա եւ դա լրատվամիջոցների համար ավելի վատ կվերջանա։ Հիմա խոսենք մի նախագծի մասին, որի մասին ես իմացել եմ ձեր Facebook-յան էջից եւ որը, եթե ես ճիշտ եմ հասկացել, մոնիտորինգ է անում ատելության խոսքը, վիրավորանքը եւ այլն եւ փորձում է սանձել։ Իսկապես այդպիսի գործիք կա հիմա եւ ինչ կարելի է ասել դրա մասին, փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Ինչպես սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ մեդիա փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի հետ։ Առաջին մասում մենք խոսեցինք հիբրիդային պատերազմի եւ ընտրական գործընթացների մասին։ Հիմա անդրադառնանք նաեւ սոցիալական հարթակներում այդ ատելության խոսքի, հատկապես ընտրական շրջանում դա շատ է կեներ ասում ատելության խոսք, վիրավորանք, զրպարտանք եւ այլն, ինչ նախագիծ է, որով հնարավոր է մոնիտորինգի ենթարկել եւ սանձել այդ դրա տարածումը։ Տեսեք, մեր թիմը եւ խոսքը վերաբերում է բոլոր հանուն հավասար իրավունքների հիմնադրամին, որը արել էր ատելության խոսքի գծով ուսումնասիրություններ եւ Կիբերհաբը, որը արել է դրա տեխնիկական մասը, ինչ որ պահի մենք որոշեցինք լուծել այդ խնդիրը, որի մասին շատերն են ասում, որ օրինակ մեր էջում, մեր լրատվամիջոցի էջում հազարավոր ատելության խոսքով, վիրավորանքով մեկնաբանություններ են եւ մենք ռեսուրս չունենք, չենք կարողանում դա մոդերացիա անել։ Եվ դա լուրջ խնդիրներ էր հանգեցնում, այսինքն ինչ-որ քաղաքական գործիչներ ասում են, որ այ այս լրատվամիջոցի մոտ չեմ գնա, որտեվ այդտեղ հայոյում են իրենք մարդկանց, հա։ Որոշեցինք ստեղծել գործիք, որը 24 ժամ ռեժիմով առանց հոգնելու կարող է ավտոմատ կերպով ճանաչել եւ մոդերացիա անել, վերացնել ատելության խոսք, զրպարտություն, վիրավորանք պարունակող բոլոր հնարավոր հարթակներից Facebook, մեկնաբանություն, այս պահին մենք այդ գործիքը սարքել ենք Facebook-ի եւ YouTube-ի համար։ Հետագայում պլաններ կան նաև ընդլայնել, ընդգրկել Instagram, TikTok եւ այլն։ Այսինքն ինքնուրույն մոնիտորինգ է անում Facebook գրառումներ, Facebook մեկնաբանություններ, YouTube մեկնաբանություններ։ Մի քիչ այլ է, ինքը նախատեսված է որպես օգնական Facebook-յան էջերի ադմինների համար կամ YouTube-յան անալիքների ադմինների համար, այսինքն ադմինը ինքը գրանցվում է այդ համակարգում, միացնում է իր վերահսկողության տակ գտնվող էջերը, Facebook-յան էջ, YouTube-յան ալիք եւ այլն, եւ այդ համակարգը ոչ թե մոնիտորինգ է անում ամբողջ ինտերնետը բնականաբար, այլ բացառապես տվյալ էջի վերահսկողության տակ գտնվող ռեսուրսների մեկնաբանությունները եւ կարողանում է շատ արդյունավետ կերպով, քանի որ իր հիմքում Google-ի Gemini-ն է, Gemini արհեստական բանականության այդ մոդելներն են եւ այդ մոդելները մի փոքր իրենց վրա հավելյալ աշխատանք է արված եւ ինքը կարողանում է հասկանալ լատինատար հայերենով կոնտեքստը, ռուսերենատար, կիրիլիկատար հայերենով կոնտեքստը, նույնիսկ երբ մարդիկ փորձում են աստղանիշ դնել վիրավորանքի արանքում, հա, այսպես ասած քողարկել, այդ բոլորը հասկանում է եւ նույնիսկ կարողանում է նախորդ եւ հաջորդ մեկնաբանությունների կոնտեքստից ելնելով հասկանալ այս կամ այն ձևակերպումը արդյոք վիրավորանք է պարունակում ելնելով ընդհանուր զրույցի բովանդակությունից, որտեղ պարզ է, չէ, որ օրինակ նույն zebr բառը կարող է լրիվ անմեղ, հա, ինչ որ իմաստ ունենա, բայց ինչ որ կոնկրետ կոնտեքստում, երբ հիշում ենք, որ Երևան վերջերս Էշին zebr-ի պես էին ներկել, ինքը վիրավորական աստար ստանա։ Եվ այդ մեր AI-ը կարողանում է նույնիսկ այդպիսի բաները հայտնաբերել եւ ավտոմատ թաքցնել կամ ջնջել ադմինի որոշումն է դա, ինքը կարող է խստությունը որոշել եւ որոշել գործողությունը, որ ավտոմատ կերպով ջնջվի, թե ոչ։ Մենք նախատեսում ենք նախընտրական փուլում թեստային, հա, ռեժիմով մոտ 10 լրատվամիջոցի հնարավորություն տալ անվճար օգտվել։ Փորձնական երկու լրատվամիջոցի միացրել անջատել էինք, փոքրիկ աշխատանքներ կան եւ ընտրություններից մի 10 օր առաջ մենք 10 լրատվամիջոց ու քաղաքակրթական հասարակության կազմակերպությունների կառաջարկենք կպնել օգտագործել, որpիսի մենք էլ տեսնենք ինչպիսի ծանրաբեռնվածություն ենք կարողանում վերցնել
եւ դրանից հետո հավանաբար ընտրություններից հետո երբ հաջող փորձ անցնի, կառաջարկենք դա շատ ավելի լայն սպեկտրի, նաեւ իր ինչ-որ կոմերցիոն տարբերակ կարող է առաջարկվի։ Շատ լավ, սա ատելության խոսքի, վիրավորանքի, զրպարտանքի եւ այլն իմաստով, բայց վերջին շրջանում չափազանց շատացել են նաեւ ինտերնետ խարդախությունները։ Ես չգիտեմ, զանգեր կապի օպերատորից 5G միացնելու առաջարկով, զանգեր բանկից, չգիտեմ ինչ որ էլի առաջարկներով եւ այլն, սրանց հետ կապված մարդը ինչպես կարող է պաշտպանված լինել, ինչ պիտի անի։ Իրականում այստեղ երկու հիմնական երևի ուղղությամբ պիտի գնա մեր պաշտպանությունը։ Առաջինը դա նախականխողն է, այսինքն այս մասին վերջերս բանկերն են պարբերաբար տեղեկատվություն տարածում եւ մարդկանց նաև մենք խոսում ենք մեդիագրագիտության մասին, ես իմ գործընկերները պարբերաբար այս մասին զգուշացնում ենք, որ երբ ձեզ ինչ-որ տեղից ինֆորմացիա են տալիս, օրինակ ձեզ զանգել են եւ ասում են, որ իրենք այս կամ այն օպերատորի ներկայացուցիչին են, կամ այս կամ այն բանկից են զանգում, ձեր անունով վարկ է ձևակերպվել, ուզում են ձեզ օգնել։ Մենք առաջարկում ենք, որպեսզի դուք մեկ աղբյուրի վրա չմնաք, բարձ ասած, այսինքն մի անգամից ասեք, օքեյ, կախեք, ես մի հատ ճշտեմ, խոսենք, եւ փորձել ճշտել ինքնուրույն կերպով այդ ձեր իմացած վստահելի աղբյուրից։ Օրինակ, եթե ձեզ զանգել են, ասում ենք օպերատորից եք, անմիջապես կախել եւ ինքնուրույն գնալ, չգիտեմ, գտնել ձեր օպերատորի կայքեջում իրենց աջակցության համարը եւ ինքներդ զանգել այդ համարին։ Կամ նույնիսկ ավելի ապահով տարբերակ չալարել, վեր գնալ, չգիտեմ, տոտիկներով գնալ օպերատորի գրասենյակ, ասել դուք sense հարցով ինձ զանգել եք, թե ոչ։ Նույնը բանկերով։ Այդ մի փոքր, դե տեսեք, նախ քայլել առողջարար է, եւ երկրորդ այդ մի փոքր քայլով դուք կբացառեք այդ հարցակումներից գալի ծավալը։ Եվ ավելին ասեմ, ես այդ նույն մոտեցում ունեմ նաեւ ինֆորմացիոն դաշտին, այսինքն երբ դուք ինչ-որ մի տեղից, չգիտեմ, Telegram-ով, TikTok-ով մի բան տեսաք, մի հավատացեք, մի հատ բացեք ձեր իմացած վստահելի լրատվամիջոցի կայքեջը, տեսեք, այդտեղ նույն բանը կա, դե չկա, որտեղ չի կարող լինել շատ օգտակար հետաքրքիր ինֆորմացիա եւ ինքը որակյալ լավ լրատվամիջոցը դրան չանդրադառնա։ Իսկ եթե չի անդրադառնում, ուրեմն սուրդ է եղբայր։ Պետք չէ ինֆորմացիա։ Այսինքն այս երկու աղբյուրի օրենքն է, առնվազն երկու անկախ աղբյուրի օրենքն է, որը օգնում է թե տեղեկատվական անվտանգության հարցում եւ թե նույն այս տիպի կիբերսպառնալիքների դեպքում։ Մենք այս դեպքում կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք հանցավոր խմբավորումների հետ եւ այստեղ գալիս է երկրորդ բաղադրիչը, որի մասին ասում էի, նաեւ պիտի իշխանությունները կամ պատկան մարմինները որոշակի քայլեր ձեռնարկեն եւ ձեռնարկում են։ Օրինակ, արագ ուսումնասիրեն այսպիսի դեպքերը, գործեր հարուցեն եւ այդ առումով նաեւ տուժածները գործ ունեն անելու։ Եթե դուք տուժել եք, պետք է դիմել ոստիկանություն, մոտակա բաժանմունք։ Իշխանությունները կարողանում են կամ չգիտեմ ոստիկանությունը, իրենք կարողանում են գործ հարուցել եւ այդ բոլոր դեպքերը գրեթե միշտ Հայաստան լինում են օտար երկրներից, այսինքն ինչ որ մեկ այլ երկրում բացվում է call center, այսպես կոչված զանգերի կենտրոն, որտեղ պարապած աֆերիստներ են, այսպես ասեմ, երևի այս բառով բնութագրեմ, որոնք սովոր են թե մարդուն ինչպես գրավել, խաբել։ Կան նաեւ այսպես կոչված ռոմանտիկ խաբեությունների ոլորտը, երբ ինչ-որ միայնակ մարդու են գտնում արտասահմանցիները, հա, այդ պարապած խաբեբաները, դե գրում են, որ, չեմ, տեսել եմ քեզ, հավանել եմ, արի շփվենք, հետո խոստանում են գալ Հայաստան հանդիպելու, հետո ինչ-որ պահի գրում են, որ գիտես, օրինակ Ֆրանկֆուրտի аэроպորտում անձնագիրս փողերս գողացան, խնդրում եմ մի 600 եվրո ուղարկի, տոմսս փոխեմ, առնեմ կամ, հա։ Դե ու չեն գալիս, պարզ է, հա, հետո երկրորդ ցիկլով են սկսում ՊՏ-11 այդ մարդուն, հավանաբար իր կողքը նստած, հա, իր շուլեր գործընկերները գրում են, որ մենք իրավաբան ենք, հա, այս քեզ այդ պատահածը բանա, այդպիսի փորձ ունենք դա այդ գումարները հետ բերելու, մի 1000 եվրո ուղարկի, մենք այդ գործով զբաղվենք, քո փողը հետ բերենք, հա, այսպես ցիկլով մարդուն ՊՏ-11 եւ խափում են, եւ դա այդ call center-ները, օրինակ Հայաստանի վրա աշխատող ցենտրները աշխատում են ենթադրենք Ինդոնեզիայից։ Հա, բայց նայեք, նաև Հայաստանում կան call center-ներ կամ գործում էին պարբերաբար, որոնք աշխատում են օրինակ եվրոպական որևէ երկրի վրա։
Եվ մենք տեսնում ենք, որ անցած տարիներին մի քանի անգամ իշխանությունները բացահայտել են այդպիսի call center-ներ, այդտեղից գումարներ են ձետ բերվել, այդ մարդկանց են ձերբակալել եւ այս ամբողջը միջազգային կազմակերպված խմբավորման մեջ է եւ իրականում իմաստ ունի, երբ դուք խաբեության զոհ եք դիմել, որպեսզի դա արձանագրվի եւ եթե դրսում ինչ-որ միտեղ այդպիսի call center վնասազերծվի, ապացույցների հետ կպարզվի, գոնե հնարավոր լինի ինչ-որ գումարներ հետ վերադարձնել կամ հաջորդ տուժողների քանակը կճանաչի կամ գոնե կչացնել եւ նաեւ այդպիսի ներդրումային, հատկապես կրիպտո բանես անհասկանալի թեմաները շահարկելով այս կեղծ սիպր ներդրումների տեղ են տալիս եւ այլն, այնպես որ այստեղ էլի իշխանությունները պաշտպանում են այդպիսի call center-ներ գտնել վնասազերծելով, գործերը հարուցելով եւ դա փոխանցելով այլ մարմիններին։ Եթե այդպիսի զանգեր են եղել, դիմել ոստիկանության, իրավասու մարմիններին եւ այնից եթե հղումներ են ուղարկում եւ այլն եւ մարդը արդեն սեղմել է այդ կոճակը։ Տեսեք, առաջինը անսխալական մարդ չկա, այսինքն ես էլ եմ սեղմել այդպիսի կոճակներ։ Դու կարող եք զբաղված լինել, ուշադրությունը թուլացած լինել եւ այլն։ Եթե սեղմել եք այդպիսի կոճակներ, այդտեղ մի քանի սցենար է հնարավոր, բայց նախ եկեք ավելորդ պանիկարից խուսափենք, Դուք սովորաբար ինչ որ հղում սեղմելուց, ինչ որ կոճակ սեղմելուց հետո այցելում եք կեղծ կայք, առասարակ այս հարցակումները կոչվում են ձկնորսություն, այսինքն խայծը տվեցին, դուք կուլ տվեցիք, հաջորդ քայլով փորձում են ձեզ մղել հավելյալ գործողությունների, օրինակ ուղարկում են ձեզ SMS, որ դուք հայփոստում ունեք ծանրոց, որպեսզի ծանրոցը ձեզ առաքեն, պիտի ձեր քարտի տվյալները մուտք անեք։ Երբ դուք հղումը բացում եք, դեռ ոչ մի վատ բան չի եղել։ Եթե դուք այնտեղ արդեն մուտքագրել եք ձեր տվյալները քարտի, վատ բանը սկսվում է, պարզ ասած, եւ այստեղ պիտի դուք կարողանաք գնահատել, թե ինչն եք դուրս տվել։ Եթե մուտքագրել եք ձեր քարտի տվյալները, հաջորդ քայլը շատ պարզ է։ Զանգում եք բանկ, արգելափակում եք քարտը, կամ եթե քարտի բանկային հավելված ունեք, այդ քարտը արագ դատարկում եք եւ նորից զանգում եք բանկ, արգելափակում եք։ Եթե դուք օրինակ մուտքագրել եք ձեր Facebook-ի գաղտնաբառը կամ Telegram-ի անվտանգության կոդը, մտնում եք, այցելում եք ձեր Telegram կամ Facebook, օգտահաշվի անվտանգության կարգավորումների բաժին եւ այնտեղ սովորաբար օրինակ Telegram-ի դեպքում երևում է թե ինչ սարքերից եք դուք լոգինված, այնտեղ устройство, կամ login devices։ Այդտեղից նայում եք, եթե ձեր հեռախոսը չի ինչ որ կասկածելի սարք է երևում ձեր սարքից բացի, դա դուրս եք շպրտում։ Նույնը Facebook-ի դեպքում մտնում եք, այնտեղ կա ակտիվ սեսիաներ եւ ամեն մի այդպիսի հարթակ Gmail, Instagram ունի մոտավորապես նույն ֆունկցիոնալը։ Պետք է այցելել օգտահաշվի անվտանգության կարգավորումներ փոխել։ Եթե դա էլ չեք հասցնում եւ ձեր օգտահաշիվը փախցնում են ձեզանից, հաջորդ քայլով գրեթե միշտ պիտի նայեք, փորձեք օգտահաշիվը վերականգնելու գործընթաց սկսել։ Պիտի մտնեք, ձեր պարոլը մտցնեք, ասեք զաբիլի պարոլ եւ այլն։ Նաեւ այդ հարթակներից շատերը ունեն այսպես կոչված հաքերների զոտ արծածների համար աջակցության ինչ-որ էջեր, օրինակ facebook.com tag գիծ եք դնում hacked, կոտրված է։ Այս առումով փոքրիկ, էլի հուշում անեմ, մեր կայքում, կա հատուկ ենթաբաժին կիբերչատ, chat.cyberhub.am մեր կայքի եթե այցելեք, այնտեղ կա ինչ անել եթե բաժին։ Եվ այնտեղ կա բաժին, եթե կոտրել են եւ այլ դեպքեր, ընտրում եք Telegram, Instagram, Facebook եւ համապատասխան քայլերը եւ ուր գնալ ոնց անել ուղղորդումները կան։ Շատ լավ, հասկանալի է որ թեման շատ տարողունակ է եւ անընդհատ կարելի է խորանալ տարբեր տեքստեր ուսումնասիրել եւ այլն, թե մեր ժամանակն արդեն սպառվել է, բայց եւս մեկ թեմայի ուզում եմ անդրադառնալ 2-3 հարցով։ Այս դեպքում արդեն լավ թեմայի տեղեկություններ տարածվեցին, որ YouTube-ը վերջապես պաշտոնապես մտել է Հայաստան, սա ինչ է նշանակում մեզ համար, ինչ է նշանակում թվային տնտեսության համար Հայաստանի ընդհանրապես։ Եկեք տերմինները չշփոթելու համար արձանագրենք, որ YouTube-ը վաղուց էր Հայաստանում եւ ինչ որ մի ժամանակ, մոտավորապես 2012-13 թվականներից սկսած նաեւ հնարավորություն կար, եթե դուք Հայաստանում մարդը դիտում էր ձեր տեսանյութը, դրանից գումար աշխատելու։ Մոտավորապես 2021 թվականից նաև կապված Ռուսաստան-Ամերիկա հարաբերությունների սրման հետ մենք տեսանք, որ մոսկովյան գրասենյակը Google-ի, որը սպասարկում էր հայաստանյան նաև շուկան, փակվեց, արգելափակվեց եւ
հայաստանյան լրատվամիջոցների, հայ բլոգերների գումարները սկսեցին չգալ։ Այսինքն դուք ստեղծում եք կոնտենտ, դրա վրա Google-ը, YouTube-ը գովազդ էր ցույց տալիս, բայց հայաստանյան դիտումները չէին մոնետիզացվում եւ դուք միայն փոքր գումարներ ստանում եք օրինակ Ֆրանսիայում կամ Ամերիկայում եղած դիտումներից։ Ես օրինակ մի քանի այդպիսի ալիքների հետ ադմին եմ կամ աշխատում եմ եւ տեսնում եի, որ գումարները կտրուկ քչացան, որտեղ Հայաստանից դիտումների ընդհանրենք 70%-ն են կազմում, բայց փող առհասարակ չի գալիս։ Եվ մոտապես 21-22 թվականներից իշխանություններին այդ հարցերով դիմել էին տարբեր առիթով բլոգերները, վլոգերները, լրատվամիջոցները, որ խնդրում ենք այս հարցը կարգավորվեք եւ բարեբախտաբար դա վերջապես հետ է եկել, ավելին ասեմ, օրինակ մարտ-ապրիլ ամիսներին իմ ալիքներում արդեն հայաստանյան լսարանի դիտումներից որոշակի իմ վերահսկացականում գումարներ սկսել են գալ մարտ-ապրիլից։ Այո, որովհետև թեստային ռեժիմով դա սկսել էր աշխատել, ավելին ասեմ, կարծեմ փետրվարի վերջից նույնիսկ ինչ-որ գումարներ սկսեցին հայաստանյան լրատվական դիտումներից մոնետիզացվել եւ ուղղակի մայիսի 11-ին Google-ը պաշտոնապես հայտարարեց, ավելի ճիշտ կոորդինացված կերպով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ YouTube-ը միասին հայտարարեցին, որ արդեն պաշտոնական մեկնարկն է տրվել։ Կարելի է խորացնել, բայց մեր շտապեստումն արդեն ավարտենք, շնորհակալ եմ զրույցի համար։ Այսօր հասկացանք, որ տեխնոլոգիաները ընդամենը գործիք են մեր ձեռքում եւ այդ հիբրիդային հարձակումները չեն կարող հաղթել, եթե մենք լինում ենք տեղեկացված եւ զգոն։ Եվ միշտ պետք է հիշել, որ ճշմարտությունը միշտ այլ է կամ ուրիշ, քան ցուցադրվում է էկրաններին։ Սա ազատ զրույցն էր Free News-ի եթերում, ես զրուցում էի մեդիա փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, հանդիպենք։